սրբավայր է, այսինքն պաշտամունքի վայր է, սրբավայր է, հոգևոր կենտրոն է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Սա բայց պատահական չէ։ Ինքը իմաստ ունի եւ ինչ որ իմաստով նաեւ կապված է եւ Սուրբ գրքի ընկալման հետ եւ նաեւ մեր պատմության հետ։ Հիմա օրինակ տեսեք տաճարը, որը Սուրբ Աստվածածնի անունն է կրում, մեզ տրվել է Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Եվ Ագաթ Հանգեղոսը շատ հետաքրքիր բնութագրում ունի տաճարի հետ կապված, ասում է լուսանկար է։ Մեր տաճարի հիմնադրումը լուսանկար բառով է բնութագրում, որը նշանակում է լույսով նկարված, լույսով գծագրված, երկնքի լույսով, Տիրոջ լույսով։ Դրա համար էլ ասում ենք, որ միածնաէջ է։ Հիմա, բայց տաճարը կենտրոնում է գտնվում, բայց տաճարի հարակից այս բոլոր շինությունները իրենք ներսը բովանդակություն ունեն, գաղափար ունեն։ Բայց մինչև այդ գաղափարին անդրադառնալը մի պարզ ակնարկ ուղղակի Սուրբ գրքում, թե ինչպես ձևավորվեց Սուրբ գրային տաճարը։ Որպես Աստծո կենդանի ներկայության նշան ուխտի ժողովրդի հետ կար վկայության խորանը։ Այսինքն խորան էր, վրան էր, այսպես ասած։ Այդ վրանի մեջ պահվում էին այնպիսի երևույթներ, որոնք հիշեցնում էին Աստծո եւ Աստծո ներկայությունը, օրինակ 10 պատվիրանները, օրինակ մանանայից ինչ-որ մի փոքր հատված, ուրեմն Ահարոնի ծաղկող գավազանը, որը հետո կկորցնը։ Բայց ինչն էր հետաքրքիր, երբ ենք նայում ենք կառուցվածքը, այդ այսպես շրջող տաճարի վկայության խորանի, մենք այնտեղ տեսնում ենք հենց մուտքի մոտ առաջավորած հացի սեղան, որտեղ դրվում էր հաց։ Այս մյուս կողմում տեսնում ենք մենորան, 7 արքնյա այդ մոմակալը։ Դիմացը սրբություն սրբոցն է, որպես հոգևորի խտացում, եւ զոհաբերության սեղանը։ Հիմա տեսեք, սրանք պատահական ատրիբուտներ չեն։ Առաջավորության հացը խորհրդանշում է նաեւ խորը մեկնությամբ տնտեսությունը, մարդկային, նյութական բարիքները, տնտեսությունը, սեղան, որտեղ հաց է դրված։ Դիմացը մոմակալը, այդ լույսերը 7 ճրագանի, խորհրդանշում է գիտության լույսը։ Եվ դիմացը հոգևոր խտացումն է մեջտեղում, կենտրոնական առանցքային հատվածում։ Մայրաթորը, եթե դուք հիմա այստեղ ուշադիր եք, կենտրոնում տաճարն է, բայց այն ինչ որ տաճարին շրջափատում է, առնչվում է ուրեմն մեր մարդկային բոլոր չափումներին, հոգևոր, մտավոր եւ ֆիզիկական մարմնավոր։ Այստեղ դուք ավելի շատ կտեսնեք կրթական, մշակութային կյանքը խորհրդանշող կամ այդ նշանակությունը ունեցող շենք-շինություն, քան պաշտամունքի վայր, որը կենտրոնում եկեղեցին է։ Մի քանի եկեղեցիներ կան, Գայանե վանքն է, այստեղ Սրբոց հեշտակապետածն է եւ Մայր տաճարն է, ինչպես նշեցինք։ Բայց հիմա օրինակ եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ կա Մայրաթոռում, որը նաեւ ինչ որ իմաստով մեծագույն դերակատարություն է ունեցել մեր պետականության կյանքում։ Ինչ որ իմաստով մատրիցան է եղել մեր ժողովրդի պետականության կերտման ընթացքում ձևավորման, զարգացման եւ այլն։ Տեսեք, Գևորգյան հոգևոր ճեմարան 1874 թվականին է բացվել։ Հեղինակը Գևորգ IV-ն է, կաթողիկոս Գևորգ IV-ը։ Գևորգյան ճեմարանում դասավանդել եւ սովորել էր այնպիսի մեծություններ, ինչպիսիք են օրինակ Հակոբ Մանանդյանը, Աղայանը, Կոմիտաս ավելի ուշ շրջանի, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը եւ այլն, այսինքն մի փաղանք, բայց այս առաջին շրջանի դասավանդողների եւ ուսանողների մի մասը հետո կդառնան Երևանի պետական համալսարանի հիմնադրման ջահակիրները։ Հետարքիր մի պատմություն կա շենքի հետ կապված, այստեղ է տեղի ունեցել Հակոբ Մանանդյանի պսակադրության արարողությունը։
այնտեղ մի սիրուն դահլիճ կա, որտեղ պսակադրությունը կատարել է Խրիմյան հայրիկը, Հովհաննես Թումանյանը եղել է սեղանապետը, իսկ Կոմիտասը գեղարվեստական մասի պատասխանատու։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Հակոբ Մանանդյանը ամուսնացել է շուշեցի աղջկա հետ։ Հովհաննես Թումանյանի նամակների մեջ իր կարծեմ կնոջն է գրում, ակնարկ կա այդ իրենց սիրահարվածությունից, իրենց այդ անձնական կյանքի որոշ դրվագներից։ Այս գմբեթ ունեցող դահլիճում է եղել, այո, ուրեմն պսակադրությունը։ Ես կուզեմ հիմա ուշադրություն դարձնենք մյուս շենքին, որը Մայրաթորի մատենադարանն է։ Հասկանալի է, որ խորհրդանշական անուն է, հիմնականում պահվում են գրքեր եւ հնատիպ եւ հետագա շրջանում հրատարակված մեծ հավաքածու է, բայց ինչու է կոչվում մատենադարան եւ ինչ նշանակություն ունի։ Տեսեք, Դույն Գևորգ IV-ը եւ իրենից առաջ նաեւ նախորդած մի քանի կաթողիկոսներ փորձել են մեր ձեռագրերը, որ մեր հարստությունն է, տարբեր վայրերից հավաքել Մայրաթոր, ինչը հետագայում կփրկի ուրեմն ցեղասպանությունից նույն այդ ձեռագրերը։ Հետագա շրջանում պատմությունը չպատմեմ, ինձ թվում է մեր հեռուստադիտողը գիտի, մոտավորապես մոտ 5000-ի չափ ձեռագրեր կտարվեն եւ կստեղծվի մեր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, որ բոլորիս հպարտության առարկան է։ Եվ այնտեղ կուտակված է մեր ժողովրդի, մեր եկեղեցու հոգեմտավոր, այսպես ասած, հղացքները, գաղափարները, այդ հարստությունը, այդ բարիքը, որով նաև մենք այսօր ներկայանում ենք աշխարհին։ Բացի դրանից հետագա շրջանում էլ Մայրաթորը տարբեր տարիներին ձեռագրեր է փոխանցել մատենադարանը։ Այսինքն մատենադարանի առումով էլ Մայրաթորը մատրիցան է, հիմնադիրն է ինչ-որ իմաստով։ Իսկ մատենադարանը կարծում եմ իր պետականության կյանքում շատ մեծ դերակատարություն ունի։ Տաճարի ետևի մասում 1868-69 թվականներին Գևորգ IV նույն կաթողիկոսը թանգարան է բացում եւ դարձյալ մեր պատմական հայրենիքի տարբեր տարածքներից եւ գաղթօջախներից այստեղ են բերվում թանգարանային զանազան նմուշներ, որով նաեւ փրկվում են ինչ-որ իմաստով։ Եվ սա տարածաշրջանի առաջին թանգարանն է լինում։ Հետևաբար նաեւ թանգարանային արվեստի բնագավառն է զարգացել ներշնչանք ունենալով Մայրաթորը եւ Մայրաթորի ներդրումն է շատ մեծ։ Եվ այստեղ մենք ունենք տպարանի շենքը, տպարանը շատ ավելի վաղ է հիմնադրվել 1790-ականներին։ Տեսեք քաղաքական ինչ անբարենպաստ վիճակ, բայց տպարան է բացվում, քիք է սկսվում այստեղ տպվել, որպեսզի լուսավորի մեր ժողովրդին, որպեսզի այդ տեսիլքը, որ ունի պետականությունը ստեղծելու, իր կյանքը կառուցելու, որպես հավաքականություն, էթնոս, գիրք ամենամեծ զենքերից մեկն է միշտ դիտվել։ Եվ Մայրաթորը տպարան հիմնադրելով, գիրք տպելով, փորձել է իր զավակներին, իր ժողովրդին, մեր եկեղեցու զավակներին լուսավորել, այսինքն սնուցել նաև հոգով եւ մտքով։ Հիմա տեսեք, ես ձեզ քանի շենք ցույց տվեցի։ Տաճարը որպես հոգևոր խտացում, որպես կրթության խորհրդանիշ Գևորգյան հոգևոր ճեմարան եւ որպես մշակույթի արվեստի խորհրդանիշ մատենադարան, մեր թանգարանները եւ տպարանը նաեւ տպարանն էլ գիտության որպես ուրեմն խորհրդանիշ։ Ինքը հոգևոր կյանքը միայն այդ կրոնական ուղղվածությունը չունի։ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին հոգևոր կյանք ասելով նկատի ունի մարդուն իր ամբողջականության մեջ, հոգևոր, մտավոր եւ ֆիզիկական չափումներով։ Մեր լեզվամտածողության մեջ այդ բառախաղը լինում է։ Մենք ունենք մեր կյանքում
ճաշասեղան, հաց ուտելու համար, մեր մարմինը սնուցելու համար, ունենք գրասեղան, մեր միտքը սնուցելու համար եւ ունենք սուրբ սեղան, մեր հոգին սնուցելու համար։ Եվ այս երեք սեղանները յուրաքանչյուր քրիստոնեի կյանքի համար կենսական նշանակություն ունեն։ Իդեպ կրթական ոլորտի հետ կապված ասեմ, որ արդեն 19-րդ դարի կեսերից մեծ ներդրում է արվում ծխական դպրոցների վրա։ Ծխական դպրոցները դրանք եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցներն էին, հետո է որ արդեն աշխարհի կանանան։ Եվ մենք այն եկեղեցին ենք, որ առաջիններից մեկը նպաստեցինք, որ կանայք էլ ստանան կրթություն, աղջիկները սկզբից առանձին աղջիկների մասնաբաժին առանձին, տղաներին առանձին, կարծում եմ ծրագրերն էին առանձին, բայց հետո արդեն բացվեցին դպրոցներ, որտեղ ուղղակի երկսեռ դպրոցներ բացվեցին 19-րդ դարից սկսած։ Իդեպ մենք այն եկեղեցին ենք, որը արդեն 5-րդ դարից, իդեպս մեր մեծ սրբերի Սահակ Պարթև, Մեծրոպ Մաշտոց, Վռամ Շապու, ուրեմն արքայի նաև բարձր հովանավորությամբ կրթությունը հանրայնացրել ենք։ Այսինքն ոչ միայն հարուստներն էին սովորում կամ կրթվելու հնարավորություն էին, այլ նաև պարզ, ուրեմն գյուղացիները, քաղաքացիները։